Մարտիրոսյան ասում էին, որ պարոն Մարտիրոսյանը իշխանություններից նեղացած է, մասնավորապես Նիկոլ Փաշինյանից, երբ որ իրեն ինքը հաղթահարել էր այն շեմը եւ ինքը ես տարիքում որ չեմ նեղանում։ Բայց կար ինչ-որ սենց խորը հիասթափություն, որ ամեն դեպքում այդքան ջանք գործադրեցիք։ Չէր կարող լինել, հիասթափվում են այն մարդիկ, ում որ բան են խոստացած լինում։ Ինձ որևէ մեկը որևէ բան չի խոստացել։ Ես գնացել մասնակցել եմ մրցույթին, վարչապետի որոշումը բնականաբար չի քննարկվում ու ասենք նեղացվածության մասին եւ կլինի մի 25 տարի չեմ նեղանում այն մարդկանցից։ Եվ ձեր թույլտվությամբ օրինակ տեխնացուներից շատերին այլ պաշտոն առաջարկեցին, օրինակ պարոն Քոչարյանին գնաց արտադատության փոխնախարար դարձավ, այսինքն չի լինի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, կլինի փոխնախարար։ Ձեր դեպքում եղել է առաջարկ, մի նեղվեք պարոն Մարտիրոսյան, չեղաք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, առաջիկա մի լավ պաշտոն ձեզ կտանք։ Չի էլ քննարկվել, որովհետեւ ես պետական կառավարման համակարգում ընդգրկված եմ որպես Վարսաշյան պաշտոնատարած, պետական մարմինների աշխատանքների համակարգում դերասենյակն եմ ղեկավարում, որովհետեւ ինչ-որ առաջարկի կամ ակնարկի հետ կապված։ Իսկ ձեր չընտրվելու դեպքումից հետո պարոն Փաշինյանի հետ որևէ զրույց եղել է։ Աշխատանքային երբ որ քննարկումներ են եղել, այդպեսի, բայց այս թեմայը որևէ քննարկում տեղի չի ունեցել։